Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխված բազմաթիվ հայեր որպես մշտական բնակության վայր ընտրում են ոչ թե հայաշատությամբ առավել հայտնի Գլենդելը, այլ Լաս Վեգասը։ Ինչու՞։ Ինչ առավելություններ ու թերություններ ունի Վեգասը, ինչպիսին է Վեգասի մշակութային կյանքը։ Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ կգտնեք մեր հաղորդման շրջանակում։ Ես Մարիանան եմ եւ ձեզ հետ միասին սկսում եմ բացահայտել Արևոտ Լաս Վեգասը բոլորովին նոր տեսանկյունից։ Գնացինք։ Լաս Վեգասի անունը լսելիս առաջին հերթին պատկերացնում ենք լույսեր, գույններ, երբեք չլռող գիշերային կյանք, խաղատներ ու տարատեսակ վայելքներ։ Պատճառը թերևս այն ֆիլմերն են, որոնք նկարահանվել են Վեգասում, իսկ ավելի կոնկրետ Վեգասյան հայտնի փողոցում, Սթրիփում։ What? We're getting married in 5 hours. Yeah, that's not gonna happen. What happened last night? Vegas, իմ սիրուն Vegas։ Ասում են, ինչ շիլում է Vegas-ում, պետք է մնա Vegas-ում։ Այն եռուզեռը, որ մենք տեսնում ենք Վեգասի մասին պատմող ֆիլմերում, հիմնականում կենտրոնացած է հենց Սթրիփում, որի մասին ձեզ դեռ շատ կպատմեմ, սակայն մինչ այդ նշեմ, որ ընդամենը 15-ից 20 րոպե հեռանալով Սթրիփից ձեզ կթվա, թե հայտնվել եք բոլորովին նոր քաղաքում կամ նույնիսկ անմարդաբնակ անապատում, եւ չեք սխալվի, քանի որ իրականում Լաս Վեգասը, որը Նևադա նահանգի ամենախիտ բնակեցված քաղաքն է, գտնվում է Մոհավի անապատի կենտրոնում։ Վեգասը համարվում է ժամանցային ու խաղատնային բիզնեսի խոշորագույն կենտրոնն աշխարհում։ Վեգասի լեգենդար խաղատները իրականում ոչ միայն խաղատներ են, այլև ժամանցային, առևտրային, նույնիսկ մշակութային կառույցներ, որտեղ այցելում են ոչ միայն իրենց բախտը փորձելու եկած խաղասերները, այլև շքեղագույն շոու ծրագրերով հետաքրքրված անձինք, նույնիսկ ընտանիքներն իրենց փոքրիկ երեխաների հետ։ Լաս Վեգասը համարվում է աշխարհի զվարճանքների մայրաքաղաքը, սակայն քչերին է հայտնի, որ այն որպես այդպիսին հիմնադրել է հայազգի մեծանուն բարերար ու գործարար Քր Քրքորյանը։ Քրքորյանը կարևոր դերակատարում է ունեցել Վեգասի խաղատնային բիզնեսի ձևավորման ու զարգացման գործում։ 1973 թվականին Քր Քրքորյանը կառուցեց ու գործարկեց MGM Grand-ը, որն այն ժամանակ աշխարհի ամենամեծ հյուրանոց խաղատունն էր։ Քրքորյանի կատարած ներդրումները նպաստեցին այնպիսի հայտնի խաղատների զարգացմանը, ինչպիսիք են Mirage-ը, Bellagio-ն եւ Mandalay Bay-ը։ Կարելի է ասել, Քր Քրքորյանը վերափոխեց Լաս Վեգասը, այն վերածելով խաղատների ու ժամանցի համաշխարհային կենտրոնի։ Իր գործունեության ընթացքում գրանցելով բազմաթիվ հաջողություններ, Քրքորյանը չմոռացավ նաև հայրենիքին օգնելու մասին։ Նա միլիոնավոր դոլարներ նվիրաբերեց հայ ժողովրդին, հատկապես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Նրա ստեղծած Լինսի հիմնադրամը Հայաստանում իրականացրեց կրթական ու մշակութային բազմաթիվ ծրագրեր։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե քանի հայ է ապրում այս պահին Վեգասում, նշեմ, որ համաձայն Վիկիպեդիայի տվյալների Վեգասում ապրում է մոտ 2000 հայ, իսկ Zip քարտեզի տվյալներով այդ թիվը 2461 է, իսկ ոչ պաշտոնական աղբյուրները ավելի մեծ թվեր են նշում, այդ թիվը հասցնելով ընդհուպ 40,000-ի։ Վեգասում բնակվող հայերը ծավալում են բազմաճյուղ գործունեություն, ձգտելով հնարավորինս պահպանել հայկականությունը, ազգային ավանդույթները, մայրենի լեզուն, մշակույթն ու հավատը։ Այս ամենով հանդերձ Վեգասն ունի նաև այսպես կոչված թերություններ։ Այստեղ տեղափոխվելով հնարավոր է բախվել բազմաթիվ դժվարությունների ու խոչընդոտների, ինչպիսիք են օրինակ հայկականությունից անմիջապես կտրվելը, օտարության զգացումն ու մշակութային շոկը, ինչը չես կարող ասել Լոս Անջելեսի մասին, որտեղ հայերն այնքան շատ են, որ գրեթե ամենուր կա հարազատության զգացում։ Քանի որ Վեգասում հայերի թիվն այնքան մեծ չէ, որքան օրինակ Լոս Անջելեսում, հետևաբար այստեղ տեղափոխվող հայերի համար ամենակարևորն ու սկզբունքայինն այն է, որ նրանք տիրապետեն անգլերենին։ Առանց անգլերենի իմացության դժվար թե հնարավոր լինի որևէ խնդիր լուծել այս կամ այն բնակավարում։ Այնուամենայնիվ, Վեգասում տեղի հայերի ջանքերով կառուցվել են հայկական եկեղեցիներ, որոնք էլ հիմնականում միավորում են հայ համայնքի ներկայացուցիչներին։ Եկեղեցուն կից գործում են հայկական դպրոցներ, որոնց գործունեությունը միտված է հայ մանուկների հայեցի կրթությանն ու դաստիարակությանը, մայրենի լեզվի իմացությանը եւ հայկական ավանդույթների սերնդեսերունդ փոխանցմանը։
Տեղի հայերը նաև աչքի են ընկնում մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմամբ, օրինակ Սուրբ Հարության տոնին ընդառաջ Ալլա Մարգարյանն ամեն տարի կազմակերպում է մեծ միջոցառում, նպատակ ունենալով միավորելու ինչպես հայ փոքրիկներին, այնպես էլ նրանց ծնողներին։ Քանի որ շուտով Սուրբ Հարության տոնն է եւ ամեն տարի Վեգասում կազմակերպում է միջոցառում եւ հիմնական կազմակերպիչը Ալլա Մարգարյանն է, մենք այսօր կխնդրենք, որ Ալլան մեզ մի փոքր պատմի, թե ինչ հետաքրքիր միջոցառում է այստեղ կազմակերպել։ Sure. Էլի իմ անունը Ալլա Մարգարյանն է, ես արդեն Վեգաս ապրում եմ 18 տարի է ու շատ կարևոր ասենք իմ համար, որ մենք հայերով իրար հետ հավաքվենք, երեխեք իրար տեսնեն, իրար ծանոթանան, որտեվ մի փոքր քաղաք ենք ապրում, ու ասենք շատ հայություն չկա, ու շատ կարևոր ասենք մենք մամաներով իրար հետ հավաքվենք, իրար ծանոթանանք եւ ամենակարևորը մեր երեխեքի համար է, so էսի ինձ մի բան է, որ ամեն տարի անում եմ, առաջի տարին որ սկսա մի 25 հոգի ինեք է, ու ամեն տարի գնալով մեծանում է, այս տարի մոտավորապես մի 200 հոգի ենք մամա եւ երեխա իրար հետ։ Միջոցառումն ուղեկցվում է տարատեսակ անակնկալներով ու նվերներով, ողջ ընթացքում հնչում է հայկական երաժշտություն, փոքրիկների համար կազմակերպվում են հետաքրքիր խաղեր, իսկ ամենասպասված պահը կոչվում է Egg Hunt։ Դա երեխաների ամենասիրելի միջոցառումն է, նրանք վազում են դեպի մեծ կանաչ դաշտ, որտեղ իրենց սպասում են բազմաթիվ գունավոր ձվիկներ, նրանք որսում են այդ ձվիկները եւ լցնում իրենց զամբյուղների մեջ։ Դե ինչ սիրելի հետևորդներ, այսօր փորձեցի ձեզ մի փոքր պատմել Վեգասի մասին, այն ներկայացնել մի փոքր այլ տեսանկյունից, քանի որ բոլոր նրանք, ովքեր Վեգասի մասին լսել են միայն ֆիլմերից կամ անձամբ այցելել են որպես զբոսաշրջիկ, ունեն բոլորովին այլ պատկերացումներ։ Եվ ամենակարևորը, որ պետք է նշեմ, այս հաղորդումը ընդհանրապես նպատակ չունի խրախուսելու արտագաղթը։ Այս հաղորդման նպատակը ընդհանրապես Վեգասի կյանքը ներկայացնելն է, քանի որ Վեգասի մասին ըստ իմ տվյալների այնքան էլ շատ չի խոսվում։ Այսպիսով շնորհակալություն Ձեզ հետ Մարիանան էր, կհանդիպենք, մնացեք բարյավ։ Վերջ այսքան է։ Արի վատ բաների մասին հետո, լավ բաներից ենք այսօր խոսում, վերջ։